Թագուհի Ասլանյան, Մեդիահաբ, ես հարցը հնչեցնեմ, որոշեք կարող է պատասխան, երևի պարոն Չալաբյան, նաև դուք, որպես հայեցակարգի, ընդգրկված հայեցակարգի ստեղծման խմբում, պարոն Չալաբյան, այ խոսվեց հանրային պահանջի մասին եւ հանրության հետ իմ զրույցներում ես ինքս եմ համոզվում, միակ պահանջարկը այս պահի դրությամբ խաղաղությունն է, որը այդպես հաջողությամբ, որպես հաղթաթուղթ հրամցվում է այս իշխանությունների կողմից։ Խաղաղություն, իրենք ոչ մի բան չեն ուզում։ Խաղաղ լինի, մենք աշխատենք, ապրենք, մեր որդիները չգնան, չզոհվեն եւ երեք էլ նա ասաց, որ 25 թվականը օրացուցային այն միակ տարին է, որը Հայաստանի անկախության տարիների ընթացքում սահմանին որևէ զոհ փոխհրաձգություններից չի եղել։ Հիմա այս ձեր հայեցակարգով դուք ներկայացնում եք այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, որ դա պատերազմ է բերելու, եկեղեցին, չգիտեմ, արցախցիների իրավունքների վերականգնում, վերադարձ, չէ, երեք ասած, վերադարձի հարց, որ դուք բարձրացնում եք, նրանք էլ իրենց կողմից են վերադարձի հարց բարձրացնում, այսպես զարգանում է, բախվում է եւ վերածվում է պատերազմի։ Հիմա հանրությանը դուք, մասնավորապես ոնց եք համոզելու, որ այս հայեցակարգը պատերազմ չի բերելու եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի բրենդը, որ վերջապես Հայաստանի պատմության ընթացքում սահմանները բացվելու են Թուրքիայի, Ադրբեջանի հետ, մենք այլևս թշնամիներ չենք լինելու։ Այս հայեցակարգում հակառակ, ես ոնց հասկանում եմ, process-ներն են ընթանալու, որովհետեւ մենք դիմագրավելու ենք իրենց պահանջներին, ինչը չի կարող բարիդրացիական հարաբերությունների հիմք դառնալ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ կարծում եմ առանցքային հարցը ես գուցե սկսեմ պատասխանել, նաեւ խնդրեմ գործընկերներս էլ պատասխանեն։ Մենք ելնում ենք նրանից, որ Փաշինյանը, որը ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը Հայաստանում առաջ տանելու հրամայականին, ըստ էության մոլորության մեջ է մտցնում մեր ժողովրդին, որովհետև մեր տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհում ցանկացած այլտեղ հնարավոր չի խաղաղություն թուլության դիրքերից։ Թույլին կարող են ժամանակավոր հանգիստ թողել, բայց հետո շարունակելու են իրեն կծոտելով, ոնց որ մինչև հիմա տեղի ունեցել, պատար անել։ Մեր գործընկերները միասնության թևերից, այստեղ ներկա են նաև իրենք, տարածում վերջին օրերին շատ հիմնավոր ապացուցեցին, որ անցած տարի ամռանը զուգահեռ են գործընթացին, որը տեղի ունենում Վաշինգտոնում, Ադրբեջանը շարունակել է առաջ բերել իր դիրքերը, ամրապնդել իր դիրքերը, իդեպ մենք նաև ինֆորմացիա ունենք, որ միայն այդ հատվածում չի, այլ հատվածներում էլ կա, եւ այդ ինֆորմացիան ճշտելուց հետո կներկայացնենք։ Հիմա շատ բարձ հարց է առաջանում։ Եթե Ադրբեջանը իսկապես ձգտում է մեր այդ խաղաղության, ինչու է առաջ բերում իր դիրքերը, ինչու է եղած դիրքերը ամրաշինում, ինչու է մեր պատանդներին դատապարտում ցմահ դատավճիռներ, ինչու է դատապարտելուց հետո նրանց նացիստներ կոչում, ինչու է խոսում արևմտյան Ադրբեջանից, ինչու է խոսում 300,000 ադրբեջանցիների վերադարձից եւ այլն։ Այդ ամեն ինչը, սիրելի գործընկերներ, ընդամենը հող են նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար։ Եվ այդ ագրեսիան հնարավոր է դիմագրավել միայն այն դեպքում, եթե դու այդ ագրեսիային պատրաստվում ես։ Ոստի մեր ամբողջ հայեցակարգը ուղղված է նրան, որպեսզի մենք պատրաստվենք հնարավոր նոր ագրեսիային դիմագրավելուն։ Թող այս գործող վարչախումբը եւ իր պարագլուխը խելամիտ կերպով բացատրի, ինչ է տեղի ունենալու, եթե Հայաստանի Հանրապետության դեմ լինի նոր ագրեսիա։ Ինչ է տեղի ունենալու։ Եթե ինքը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է, որ մեր բանակը անվտանգության գործոն չի, այլ ընդհանրապես ռեզերվ է, դրանով եւս մեկ անգամ արժեզրկելով իդեպ մեր բանակը։ Այդ դեպքում ինքը կարող է բացատրի, որն է խաղաղության գործոնը, որն է անվտանգության գործոնը, որ խաղաղությունը չի կարող լինել խաղաղության գործոն։ Դա շրջանաձև, այսպես ասած, փակ շրջան է, խաղաղություն տավտոլոգիա է, խաղաղությունը ապահովում է ցանկացած քաղաքագիտական գիրք բացեք, խաղաղությունը ապահովում է ուժերի հաշվեկշռի միջոցով։ Ուստի ցանկացած ոք, որը խոսում է խաղաղությունից, պետք է բացատրի, ինչպես է հաստատվելու ուժերի հաշվեկշիռը մի կողմից Հայաստանի Հանրապետության, ես մյուս կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրա դաշնակիցների միջեւ, ինչպես այդ հարցին թող պատասխանեն։ Ոչ թե ասեն անցյալ տարի կրակոց չի եղել։ Անցյալ տարի կրակոց չի եղել, նշանակում է հրադադար է եղել։ Դա խաղաղության երաշխիք չի։ Ավելին ձեզ ասեմ, Արցախի շուրջն էլ 22 թվականին կրակոց չի եղել, իսկ 23 թվականին Արցախը հայաթափվել է։ Հիմա էլ Արցախը խաղաղ է, որտեղ դատար կա։
Հիմա մենք ուզում ենք տես խաղաղություն, դատարկ Հայաստան, խաղաղ եւ դատարկ Հայաստան, չենք ուզում, չէ՞։ Եթե ուզում ես երկիրդ պաշտպանես, իրան պետքա պաշտպանես ուժով։ Դրա մասին ես կրկնում եմ վերջի, ասենք մի քանի տարիների ընթացքում շարունակելու են կրկնել։ Այս հայեցակարգը ուժի կուտակման հայեցակարգ է։ Իսկ Փաշինյանի եւ իր վարչախմբի կողմից մեզ հրամցվողը թուլության եւ հետագա կորուստների հայեցակարգ։ Շատ բարձ։ Եվ սիրելի գործընկերներ, եթե կարելի է դուք էլ արտահայտվեք այս մասով։ Ինձ մի բան շատ դուր եկավ ուժերի կուտակման վերաբերյալ, Ավետիքը որ ասեց, հարազատ առանց կուտակման պարտության ես հետում, առանց պարապելու ծեծվելու ես հետում։ Եթե դու փողոցում եղել ես ու կռվել ես, բնական է, գլուխդ կուտեն, եթե բոքսով չզբաղվես։ Գլուխդ կուտեն, որովհետև ընկերներ ունես, կարող է ընկերներդ կողքդ չլինեն։ Նույնը քաղաքականությունն է, շատ չի տարբերվում փողոցից։ Մարդիկ կան, ովքեր որ բամբակի մեջ են ապրել կամ ակվարիումի մեջ են իրանց մեծացել, իրանք այդ փողոցային հարաբերություններին կուրսի չեն, սիրուն գրած գրքերով են ղեկավարվում, նաև ասենք քաղաքականության մեջ, այդպես չի։ Այդպես չի, այդ դպրոցը, այդ առյուծի ձագը, որ թռնում է, ասենք, չգիտեմ, մոծակա ուզում բռնի, ինքը պարապում է, որ հետո, ասենք, թռնի գազել բռնի։ Այդ դպրոցը երևակայի շատ մարդիկ Հայաստանում չեն անցել, որովհետև մենք մեր մայրերը մի քիչ սիրում են զավակներին, երեխաներին բամբակի մեջ պահել։ Հիմա ուժեր կուտակել պետք է, ու ուժերի մի մասը նաև այն մարդիկ են, ովքեր որ ակվարիումների մեջ են մեծացել, ովքեր որ բամբակների մեջ են մեծացել, ովքեր որ, չգիտեմ, անգլիական բոքսով չեն զբաղվել, չինական մարտարվեստով չեն զբաղվել, բայդարկայի ու գրեբլիայի չեն գնացել, որ մի քիչ ասենք տղամարդավարի մկաններ ունենալ։ Պիտի էդի անես, անպայման պիտի անես։ Հակառակ դեպքում ցանկացած քայլ քո կողմից, ու ասենք այսօրվա ղեկավարությունը ճիշտ դուրս կգա, որ մենք խաղաղություն ենք, իսկ բանը ցանկացած կուսակցություն, որը որ մեզ այնց հետո գալու է, դա պատերազմի կուսակցություն է, որովհետև թուրքը կարող է օգտվի դրանից ու հարձակվի։ Դրանից ասելով նկատի ունեմ մեր չպարապելուց, չպատրաստվելուց։ Մեր չպարապելուց չօգտվելը թուրքը իր հիմարության մասին է խոսում, ասում։ Ես որ կօգտվեի, այն էլ ոնց կօգտվեի։ Դրա պատճառով, ասենք, հասարակական կազմակերպություններ, ոչ միայն Բոհման, այլ նաև տարբեր հասարակական կազմակերպություններ միացան իրար եւ գմբեթներ սկսեցին շարել այնտեղ, որտեղ անպաշտպան սահման էր։ Եվ կարացանք ինչ որտեղ դանդաղացնենք, այնքան միջև այդ ուժերը կուտակի, զինված ուժերը եւ մեծ, ահավոր մեծ բետոնից կառույցներ անի։ Լավ մեծ թիրախներ արտիլերիայի համար։ Դա փաստ է, էլի ասենք։ Ուզում եմ ասեմ, մենք պիտի այդ ուժերի կուտակումով զբաղվենք, մենք պիտի մարզվենք, պարապենք, ես էլի իմ սրինգն եմ նվագում, որովհետև մենք հենց դրանով էլ զբաղված ենք, բայց հիմա ագրեսիվ լինել, ոնց որ առաջարկեց, չեմ հիշում, ով առաջարկեց, մեր հայեցակարգերում երևի չարժե, վտանգավորը։ Ես ինչ որտեղ, ասենք, ես միտեղ հայտարարել եմ, որ ես շատ շնորհակալ եմ այսօրվա ղեկավարությանը, որ ինձ խախանդ ժամանակ տվեց, ասել եմ սրանից 2 տարի առաջ, որ այդ խախանդ տարիները իր ինքնա, չգիտեմ, ստորացման հաշվին, ինքնա հարկիզման հաշվին, ինքը ինձ ժամանակ տվեց, որ ես ավելի շատ մարդ պարապացնեմ, ավելի շատ, ասենք, ինժեներական կառույցներ սահմանի վրա անեմ։ Ցավալի է, որ ասենք հասարակությունը այդպես այդ ամեն ինչին չի նայում եւ ինչ որտեղ իրանց թափեսնել է պետք պիտի ստեղծվեին լավ թուրքը չի թողում որ բանակը ուժեղանա հասարակական կազմակերպությունները գյոզերով թափտուր ֆինանսավորի մարդկանցով քո կուսակցության անդամներին ու չգիտեմ ինչերին ուղարկի որ այդ հասարակական կառույցները միսու արում ստանան աշխատել է պետք բազմաբնույթ նացիստական Գերմանիան ծնկի կանգնած վիճակից դուրս եկավ, սենց մի հատ ֆենիքսի նման, սենց մի հատ գմփցրեց աշխարհը, գմփցրեց, ինչի հաշվին, որովհետև տանկային պարապունքը հեծանիվներով էին անում, ֆաներաներով, եսիմ ինչերով, Ռուսաստաններում ու եսիմ որ ջանդաներում տանկային պոլիգոններ էին կառուցում համատեղ ու այնտեղ պարապում էին իրանց տանկիստները, տանկիստների օրինակը բերում են, որովհետև դե տանկիստներով, ասենք, իրանք
տեխնիկական պրոգրեսից օգտվեցին այդ ժամանակ մարտական իրավիճակում։ Ամեն ինչ կարելի է անել, որ ուժեղանաս, կուտակել է պետք է ուժերը։ Ես շատ շնորհակալ եմ, որ այդ բառերը, ասենք, լսեցի, դա շատ կարևոր է, շատ։